Շատերը իրենց ամբողջ կյանքը ծախսում են անխոնջորեն աշխատելով, բայց նրանք ավարտվում են ոչ մի բետոնով ցույց տալու համար։ Միլիոնավորները տասնամյակներ շարունակ հետևում են սպառիչ ռեժիմին, վազելով այն աշխատավարձերից հետո, որոնք երբեք չեն թվում։ Քանի դեռ չեն գիտակցում, որ այս ամբողջ ջանքերը միայն դրանք չեն կերակրում, ամենադաժան ճշմարտությունն այն է, որ աղքատությունը միանգամից որևէ մեկին չի տապանում, նա օրեցօր իրականում գործում է դաժանորեն, կիրառում է երազանքները, մինչև նա դրանք մոխրի վերածվի, այսօր։ Դուք ստանում եք փոքր վարկ, վաղը պարտական է ապրում և տարիներ անց հասկանում եք, որ ազատությունն ընդմիշտ գնացել է, բայց կա այլ եղանակ և այն չի սկսվում բախտի կամ կարևոր դիրքի հետ, բայց մեկ վերաբերմունքով որևէ մեկը կարող է վերցնել։ Շատերը կարծում են, որ ցածր աշխատավարձը աղքատության արմատն է, սա հարմար սուտ է, քանի որ իրական պատճառը շատ ավելի խորն է, այն մտածելու ձևով է սովորությունների և ավտոմատ ընտրության մեջ մենք ամեն օր անում ենք, պատկերացրեք մեկին, ով վաստակում է նվազագույնից վեր, ամեն շաբաթ նա երազում է, եթե իմ աշխատավարձը թեքվեց, ամեն ինչ կփոխվեր, երբ վերջապես տեղի է ունենում, նույն համամասնությամբ ծախսերն աճում են, նոր բջջային հեռախոս, քանի որ այն արժանի էր, վարկային ուղևորություն, քանի որ բոլորը անում են փոքր ավելցուկներ արժեքավոր զգալու համար, մեկ ամսվա ընթացքում այն կրկին զրոյի է, դա արատավոր ցիկլ է, եկամտի յուրաքանչյուր բարձրացում սպառվում է նույնիսկ նախքան այն օգտագործելը, մեր մեջ այսօր կա ծախսերի օրինակ վստահ, որ վաղը ավելին կբերի, բայց վաղը պարտք ունի, ոչ թե հարստությամբ։ Հին իմաստությունը սովորեցնում է, որ նրանք, ովքեր չգիտեն, թե ինչպես են կառավարել փոքրիկը, երբեք շատ բան չի ստանա։ Աղքատությունը միայն փողի պակաս չէ, դա կենսակերպ է, կրկնակի մտավոր ծրագիր, ժամանակակից հոգեբանները հաստատում են դա։ Մեր ուղեղը հակված է խորը արտացոլումների փոխարեն առաջնահերթություն տալ արագ և հուզական որոշումները, երբ մենք հոգնել ենք կամ անհապաղ հաճույք ենք ուզում, ընտրությունը միշտ պետք է ծախսվի հիմա։ Այս ակնթարթային մտածելակերպը պահպանում է պարտքի մեջ բանտարկված միլիոնավոր մարդիկ, դուք մեղադրում եք հանգամանքներին, բայց իրականում դուք փոքր որոշումների անտեսանելի վեպի զոհ եք, որոնք աստիճանաբար անշարժացնում են այն։ Վերցրեք փորձություն։ Եթե ձեր աշխատավարձը այսօր ծալեց, ինչ կանեիք, կգնեիք նոր բան ճանապարհորդել կամ ներդնել մի բան, որը ապագայում ազատություն կբերի, շատերն ընտրում են առաջին տարբերակը, ահա թե ինչու աղքատությունը շարունակվում է, հրեական ավանդույթը սովորեցնում է, որ էականն այն չէ, թե որքան ունեք, բայց ինչպես է այն կառավարում, իմաստության համբերատար արժույթը կարող է լինել բախտի սկիզբը, մինչդեռ հազարավոր քանակությամբ առանց չափանիշներ դառնում են ոչինչ։ Խնդիրը աշխարհում չէ, բայց նախադասության մեջ մենք ամեն օր կրկնում ենք։ Հետո ես լուծում եմ, սա ավելի ուշ երբեք չի գալիս, հրեա ընտանիքում երեխաները իրենց հայրից ստացան մի պարզ մետաղադրամ, ովքեր ասացին. Երեխան քաղցրավենիք է գնել և հաճույքն անհետացավ րոպեների ընթացքում, մեկը պահեց մետաղադրամները, բայց դրանք դադարեց առանց նպատակի, երրորդը այնուամենայնիվ գնել է սերմեր, տնկել և հավաքել բանջարեղեն, նա վաճառեց մի մասը, որը մաս պահեց ընտանիքին և նրա արժույթը տասնյակ առաջացավ, այնուհետև հայրը բացատրեց. Հարստությունը քանակի մեջ չէ, բայց փոքր ինչ վերածելու ունակության մեջ։ Ներկայիս տնտեսագետներն ամրապնդում են այս գաղափարը, փոքր սովորությունները սահմանում են մեծ արդյունքներ, եթե ամեն օր վաստակել եք վաստակածի միայն 5%, ձեր մտքով կվերապատրաստեք, որպեսզի բազմապատկվի փոխարենը, աղքատությունը, սակայն, շշնջում է, սա շատ քիչ է, չարժի դա, այսպիսով նա ձեզ կպչում է, ճշմարիտ իմաստությունը հասկանալն է, որ փոքր կարգապահությունը կարող է փոխել մի ամբողջ նպատակակետ։ Մտածեք, թե քանի տարեկան եք այս ցիկլի մեջ արդեն ապրում։ Վաստակեք, ծախսեք, սպասեք հաջորդ աշխատավարձին, քանի ավելին եք պատրաստ կորցնել, մետաղադրամը միայն փող չէ, այն ինքնուրույն կրոլտոլի խորհրդանիշ է, հրեական մշակույթում բարգավաճման ճանապարհը երբեք չի սկսվել շքեղությամբ, բայց նվազագույնը կառավարելու ունակությամբ, սա է ներքին ուժը, որը մարդուն վերածում է իր սեփականատիրոջ։ Սեփական ճակատագիրը ոչ պատանդ է ցանկությունները փոխանցելու համար։ Մի հին ասացվածք կա մի մարդու մասին, ով երազում էր տուն կառուցել, առանց տնտեսությունների նա փոխարեց հարևաններին։ Քար այստեղ, այնտեղ տախտակ, երբ պատերը պատրաստ էին յուրաքանչյուր մասը պատկանում էր ինչ-որ մեկին, նա ոչինչ չէր պատկանում, պարզապես իր պարտքերի բանտարկյալ, սա երկրորդ ծուղակն է, որը ոչնչացնում է երազանքները։ Կախվածությունը վարկից, աղքատությունը միշտ դյուրանցումներ է որոնում։ Ես հիմա եմ վերցնում, ես ավելի ուշ եմ վճարում, բայց սա հետագայում երբեք չի ավարտվում, վարկը լուծում չէ, շղթա է, որը դուք ինքներդ եք դնում ձեր պարանոցի շուրջը։ Հին իմաստությունը սովորեցնում է, ավելի լավ է քնել ձեր սեփական տան հատակին, քան փափուկ անկողնում, որը քոնն է, սա հարմարավետություն չէ, բայց ներքին ազատության մեջ, քանի որ պարտքը գողանում է առավել արժեքավոր հանգստություն։
Ժամանակակից ուսումնասիրությունները վկայում են, որ երբ սպառվում ենք, մենք փնտրում ենք հեշտ ելքեր, բարկը կարծես լուծում է, բայց իրականում դա խլում է ընտրության ուժը, դա նման է վաղվա ազատության փոփոխությանը երջանկության պատրանքների համար։ Քանի անգամ եք մտածել. Ես պարզապես կստանամ այս վարկը, ապա ամեն ինչ կստանամ, քանի անգամ է այս ավելի ուշ, ավելի շատ պարտքեր, սա աղքատության ցիկլն է, հիշեք, հարստությունը չի սկսվում, թե որքան եք վաստակում, բայց որքան եք պահում, եթե ձեր բոլոր փողերը գնում են բանկ, դուք ինքներդ չեք աշխատում, այլև ուրիշների ակտիվները կառուցելու համար։ Սկզբունքը պարզ է, մի ծախսեք այն, ինչ դեռ չունեք, սովորեք ապրել ձեր ունեցածի հետ և մեծանալ փոքր, սա զարգացնում է այն կարգապահությունը, որը մարդուն վերածում է իր ապագայի ճարտարապետը, ոչ թե խոստումների ստրուկ։ Դա չի նշանակում երբեք վարկ չօգտագործել, բայց երբեք նրան պատանդ չդառնա, վարկը կարող է գործիք լինել, բայց աղքատությունը այն վերածում է կախվածության։ Հարցրեք ինքներդ ձեզ հիմա. Ձեր կյանքի քանի տարի է տրվել բանկերին, ինչ ավելին է պատրաստ առաջարկել, ամեն անգամ, երբ այո է ասում ավելորդ բանի համար վարկի համար, այն ոչ է ասում ձեր ազատությանը, բայց եթե ասում եք ոչ ավելորդ պարտք, ապա այո, կասեք ձեր սեփական նպատակակետը վերահսկելու համար։ Մի դերձակ կար, թե որն է ամեն օր միևնույն ժամանակ արթնացավ, նստեց մեքենայի վրա և կարեց մի զույգ շալվար, հարևանները ծիծաղեցին։ Ինչու ես այդքան շատ եմ աշխատում, ավելի արագ կարել, պատվերներ վերցրու մեծ քանակությամբ, նա պարզապես ժպտաց և պատասխանեց. Դանդաղորեն անցնում է հեռավորությունը, տարիներ անց նույն դերձակությունը ուներ բարեկեցիկ սեմինար, մինչդեռ նրանք, ովքեր վազում էին հեշտ փողերից հետո երկար ժամանակ ձախողվել էին, լուր կարգապահությունը կառուցել էր իր կայսրությունը։ Երրորդ ծուղակը, որը աղքատության մեջ է պահում աղքատությանը, ճշգրիտ կարգապահության պակասն է, աղքատներն ապրում են ցիկլերով։ Նրանք սկսում են ոգևորությամբ, հրաժարվել առաջին խոչընդոտից, մեծ պլաններ պատրաստել, ընկղմվել, աղքատության շշնջում է, այսօր ես կարող եմ դա թողնել, վաղը սկսում եմ, բայց վաղը երբեք չի ժամանում։ Հին հրեական իմաստություն է ասում. ուժը սպորադային ջանքերում չէ, այլ հետևողականությամբ, ժամանակակից հոգեբանությունը հաստատում է դա, Քերոլվանը իր աճի մտածելակերպի մեջ ցույց է տալիս, որ հաջողությունը պատկանում է նրանց, ովքեր գնահատում են գործընթացը, ոչ միայն բնածին տաղանդը։ Յեմսը պարզ է, որ դա ատոմային սովորություններում ու ապացուցում է, որ դա կրկնակի փոքր գործողություններ են, որոնք խորը վերափոխումներ են առաջացնում, բայց փոքր մտածելակերպը արամարում է փոքրիկի մասին, նա սպասում է հրաշքի, բախտի, հանճարեղության հեղաշրջում, որը երբեք չի գալիս։ Նայեք ձեր կյանքին ազնվությամբ։ Քանի նախագիծ եք լքել կեսից, քանի գաղափար է մահացել, քանի որ դուք չեք դիմանում առաջին դժվար ամիսներին, սա այն է, ինչը հարուստները առանձնացնում է աղքատներից, հարուստները պահում են ճանապարհը, նույնիսկ երբ քամին հակառակն է, աղքատները դյուրանցում են որոնում, որոնք գոյություն չունեն։ Կարգապահությունը հոմանիշ չէ տառապանքներին, դա ամեն օր ընտրելն է փոքր քայլ կատարել դեպի մեծ նպատակ, սովորականի մեջ ներդրված ամենօրյա ժամկետը մեկ տարվա ընթացքում ավելի շատ է բերում, քան դեյուն կորցրած ամբողջ գիշերները։ Դատարկ շերտեր, կարող եք ասել. Ես ուժ չունեմ, բայց ճշմարտությունն այն է, որ ուժը ծնվել է շարժումից, երբ սկսում և պահպանում ես ռիթմը, մարմինը և միտքը հարմարվում, երբ հրաժարվում ես, ամեն ինչ փլուզվում է։ Հիշեք, փողը սիրում է համակարգվածությունը, ոչ թե ոգեշնչման բռնկումները, ոչ ռիսկային խաղադրույքները, այլ կարգապահությունը և հաջորդականությունը։ Հարստությունը հոսում է այնտեղ, որտեղ կա կարգը, եթե ցանկանում եք փոխել ձեր նպատակակետը, սկսեք պարզից։ Օրական 1 ժամ նվիրված, ինչը ձեզ առաջ է դարձնում։ 7 օր անընդմեջ, և դուք կզգաք էներգիայի փոփոխությունը։ 7 շաբաթ, և սովորությունը կսեցվի։ 7 ամիս, և ձեր կյանքը այլևս նույնը չի լինի։ Հարցրեք ինքներդ ձեզ. պատրաստ եմ դառնալ իմ ժամանակի տերը, թե թույլ կտամ, որ այն չորանա անվճռականության մատների միջև։ Հրեական թաղամասում նա փոքրիկ համեմունքով զբաղեցրեց տարեց տիկինը, նրա շահույթը համեստ էր, բայց բոլոր շաբաթը մասնատում էր այն, ինչ վաստակածից վաստակել էր նրանց, ովքեր հաց չունեին, հարևանները հարցաքննել են։ Դուք ինքներդ ձեզ հազիվ թե աջակցեք, ինչու եք փոքրիկը, նա հանգիստ պատասխանեց։ Տարիներ անց նրա երեխաները չեն ժառանգել միայն մեկ խանութ, այլ ողջ համայնքի հարգանքը, բիզնեսն աճել է, քանի որ մարդիկ գիտեին։ Ոչ միայն ապրանքներ կգտնեին, այլև աջակցություն և վստահություն, առատաձեռնությունը փոքր առևտուրը վերածեց ժառանգության։ Աղքատության 4-րդ ծուղակը հետապնդումն է բաժանման հիվանդ վախը, աղքատները կարծում են.
Եթե ես մետաղադրամ եմ տալիս, ես նույնիսկ ավելի աղքատ կլինեմ, հարուստը հասկանում է, որ ներդրումները բաժանում եւ օգնում են կառուցում կապեր, հեղինակություն եւ հնարավորություններ, եւ դա արժե ավելին, քան փողը։ Հրեական ավանդույթում կա մեյր, ի սկզբունքը, տասանորդ, դա միայն կրոնական օրենք չէ, այլ խորը հոգեբանություն։ Դուք ինքներդ ձեզ ազատում եք սակավության վախից։ Ժամանակակից հետազոտությունն ապացուցում է, առատ մարդիկ ավելի հաջողակ են, ինչու քանի որ նրանք ստեղծում են վստահության ցանցեր, ինչպես գրել է Մորգան Հակուստը, փողը թվեր չէ, նրանք հարաբերություններ են, երբ մարդիկ գիտակցում են, որ դուք ոչ միայն այն վերցնում եք, այլև դա տալիս է, նրանք բնականաբար մոտենում են։ Նշում, փխրուն պայքարը փշրանքների համար։ Ով է վճարելու սուրճի համար, հարուստները լուծում են ավելի մեծ ժեստերի հետ կապված խնդիրները, ուստի նրանց էներգիան անվճար է ավելի մեծ բաների համար, առատաձեռնությունը միայն փող չէ, դա կարող է լինել ժամանակ, գիտելիքներ, ուշադրություն։ Բայց սկզբունքը մեկն է, եթե դուք միայն կուտակում եւ երբեք չեք կիսում, կյանքը վերածվում է ձեր դեմ։ Աղքատության շշնջում է, ամեն ինչ պահիր, ոչ ոքի ոչինչ չտու, հարստությունը պատասխանում է, թող հոսքը ավելի շատ բերի, հարցրեք ինքներդ ձեզ։ Ինչ կարող եք առաջարկել այսօր, ոչ վաղը, ոչ թե հարուստ, բայց հիմա, դա կարող է լինել փոքր քանակություն, ձեր ժամանակի 1 ժամ, անկեղծ խորհուրդներ, դա արեք բաց սրտով եւ տեսեք, թե ինչպես է տիեզերքը սկսում մարել, դա կախարդական չէ։ Դա հարաբերությունների օրենքն է, առատաձեռնությունը գրավում է վստահությունը, եւ վստահությունը բացվում է դռներ, որոնք փակ են մնում ավարենտոսի համար։